ինչ է նշանակում արժանապատիվ խաղաղություն, օրինակ իմ պատկերացմամբ։ Արժանապատիվ խաղաղությունը հենց այն խաղաղությունն է, որը ենթադրում է երաշխավորված խաղաղություն, որ ես ստիպված չեմ լինելու այդ խաղաղությունը պահելու համար ամեն անգամ անհասկանալի զիջումների գնամ, սահմանադրություն փոխել, Ալիևը մեզ հայհոյի, հանկարծ չպատասխանես, արժանապատիվը սա է։ Հենց արժանապատիվ խաղաղությունը նշանակում է երաշխավորված խաղաղություն, որը բանի պես էս մուրջի պես կախված չի քո գլխին, որ անընդհատ sense դու մտածես, որ հանկարծ sense մի այնպիսի բան չանես, որ Ալիևը կարա այլ կերպ մեկնաբանի եւ սկսի պատերազմ։ Սա անարժանապատիվ խաղաղություն է։ Հիմա արժանապատիվ խաղաղությունը սրա մասին է, այլ ոչ թե պատերազմ սկսելու մասին է։ Միգուցե լավ չենք բացատրել 21 թվականին։ Գուցե։ Միգուցե 21 թվականին ժողովուրդը շոկի մեջ էր, թարմ էր այդ վերքը։ Բայց կրկնում եմ, հենց երաշխավորված խաղաղությունը դա այդ արժանապատիվ խաղաղությունն է, որովհետև սա կնշանակի, որ այս էջը փակվում է, մենք մտնում ենք մեկ այլ զարգացման փուլի մեջ, չմտածելով ամեն քայլափոխի, որ էսա, sense ինչ որ բան անենք դուր գալու համար Էրդողանից, Ալիևից, գիրքը Էրդողանի sense թևի տակ պահենք, որ հանկարծ մեզ վատ աչքով չնայի։ Արժանապատվությունը դրա մեջ է, որ դու բաց դեմքով, բաց մտքերով դու իսկապես ձգտում ես խաղաղության, բայց դու չես ուզում այդ process-ը մշտական ստորացման process լինի քո համար եւ քո ժողովրդի համար։